Ամեն տարի օգոստոսի 1-ին ճիշտ երեկոյան ժամը 5-ին Վարշավայում 1 րոպեով կանգ են առնում մեքենաները, անցորդները ու հասարակական տրանսպորտը։ Այսպես Լեհաստանը հիշում է 1944 թվականի Վարշավայի ապստամբության սկիզբը։ Ապստամբները հույս ունեին ազատագրել մայրաքաղաքը նացիստներից եւ պահել քաղաքը մինչեւ խորհրդային զորքերի ժամանումը։ Սակայն Կարմիր բանակը կանգ առավ Վիսլայի հակառակ ափին, Վարշավան թողնելով միայնակ 3-րդ Ռայխի ռազմական մեքենայի դեմ։ Առանց ծանր եւ ժամանակակից զինատեսակների 50,000 ապստամբներ, որոնց թվում կային նաև շատ երիտասարդներ, դիմակայեցին 63 օր։ Դիմադրության գինը սարսափելի էր՝ շուրջ 200,000 զոհ եւ Վարշավայի շենքերի եւ շինությունների 85%-ի ավերածություն։ 82 տարի անց Լեհաստանի մայրաքաղաքը լի է ապստամբության խորհրդանիշներով։ Շատ զբոսաշրջիկներ անցնում են դրանց կողքով նույնիսկ չնկատելով դրանք, սակայն քաղաքի բնակիչների համար դրանք ազգային հիշողության մի մասն են։ Խարիսխը լեհերեն կոտվիցա, երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների լեհական դիմադրության գլխավոր խորհրդանիշներից մեկն է։ Այն միավորում է երկու տար՝ Բ եւ V, Պոլսկա Վալչոնցա, մարտնչող Լեհաստան։ Գերմանական օկուպացիայի տարիներին այս նշանը գաղտնի նկարում էին տների պատերին, կամուրջների եւ ցանկապատների վրա, որպես դիմադրության եւ հույսի խորհրդանիշ։ Ես ցանկանում էի պատկերել Վարշավայի ապստամբության հետ կապված կանանց, որպես ազնիվ եւ լուսավոր մարդկանց։ Այսօր Վարշավայի ապստամբության մասին ավելի ու ավելի հաճախ պատմում են ոչ թե զենքի, այլ մարդկանց ճակատագրերի միջոցով։ Street art նկարիչ Դարեկ Պոչկովսկին ստեղծում է այդ իրադարձությունների իրական մասնակիցների դիմանկարներով մուրալներ։ Խոսքն այն մասին է, որ պետք է հրաժարվել մարդկանց հիշատակը հավերժացնելուց բացառապես հրացաններով։ Այդ մարդիկ կռվել են, բայց նրանք նաև ապրել են հանուն ազատության եւ կյանքի ուրախության։ Այս ամբողջ նախագիծը հենց դրա մասին է։ Այն, թե ինչպես է հասարակություն ու իշխանություն հիշում անցյալի պատերազմների փորձը, ցույց է տալիս, թե ինչպես են նրանք տեսնում իրենց ներկան եւ ապագան։ Նրանք, ովքեր լսում են ռուսական իշխանություններին, ավելի ու ավելի են օտարվում իրականությունից։ Նրանց համար պատմությունը լեզու է, նկարագրության լեզու։ Նրանց պատմական քաղաքականության գլխավոր սկզբունքն այն է, որ ցանկացած թեզ հարմարեցվում է այն ամենին, ինչ իրենք անում են։ Լեհական փորձը սովորեցնում է բոլորովին հակառակը։ Այստեղ Վարշավայում օգոստոսի 1-ին չեն ասում կարող են կրկնել, այլ հիշում են այն զոհողությունները, որոնք պատերազմը բերել է։